Արծվիկ Մինասյան, պարոն Մինասյան, խմբակցության անունից չէ նաև։ Արթուր Խաչատրյան։ Սիրելի հայրենակիցներ, ազգային ժողովի նախագահն ասում է գնացեք, ծանոթացեք։ Դա զեկույցի ներկայացման տեսակ է։ Ներկայացման ժամանակ նաև հարց ու պատասխան կա։ Աշոտին հարցնեմ, պարոն Սիմոնյան, առաջի բաժնի պետին, իրան հարցնեմ այդ հարցերը։ Հենց այդ հարց ու պատասխանի ընթացքում նաև պարզ կդառնա, թե ինչի ընդդիմությունը հենց ի վերուստ բոյկոտեց այդ հանձնաժողովի աշխատանքներին մասնակցելը, որովհետև գիտեինք ինչ էր լինելու, ում եք մրոտելու, ում եք լողացնելու, սպիտակացնելու և ներկայացնելու հունիսի 7-ին։ Դա է իրականությունը։ Իդեպ Աշոտին ազգանունը չեմ անում, բայց բոլոր հարցերին շատ պարկեշտ, շատ պատշաճ, շատ ճիշտ և սպառիչ պատասխաններ ներկայացնում։ Ի տարբերություն շատերի, ովքեր այստեղից ներկայացնում են օրենսդրական նախաձեռնություններ և մեր հարցերին են պատասխանում։ Հիմա Դոնթի բանաձևի հետ կապված, այո, շատ ճիշտ նկատեցիք, Դոնթի բանաձևով ընդդիմությանը պաշտոններ են հասանելի։ Հիմա հիշեցնեմ այդ ընտրությունները ինչպես տեղի ունեցան։ Քանի անգամ ազգային ժողովի ընդդիմությանը վերապահված փոխնախագահի քվեարկությունները սաբոտաժի ենթարկեցիք։ Նշեցիք անվտանգության հարցերի հանձնաժողովը, որտեղ այո ընդդիմությանը վերապահված է փոխնախագահի հաստի պաշտոնը։ Քանի անգամ դեմ քվեարկեցիք։ 14, շնորհակալություն։ Այսինքն ի՞նչ է տեղի ունենում։ Օրենքով այո նախատեսված է, բայց դուք ասում եք օրենքով ձեզ է նախատեսված, բայց մեր քիմքին հաջո մարդու պետք է նշանակեք։ Բարև ձեզ, ձեր մեծամասնության։ Իսկ դուք առաջարկեք, բայց մենք կորոշենք։ Հետո ինչ եղավ, ազգային ժողովի փոխնախագահին քվեարկեցիք, հեռացեցիք պաշտոնից, հանձնաժողովի նախագահներից մեկին, բա դրանից հետո էս գրոտեսկին պիտի մասնակցենք, իհարկե ոչ։ Արծվիկ Մինասյան, որը խոսի նաև խմբակցության անունից։ Վերջին նստաշրջանի հենց սկզբից միանգամից մեծամասնությունը ցույց է տալիս, թե ինչպես է պատրաստում շարունակել իր ապօրինի գործողությունները, այդ թվում նաև սահմանադրությամբ և օրենքներով նախատեսված լիազորությունները չարաշահելով։ Ուզում եմ արձանագրել երկու կարևոր հանգաման։ Նախընթաց ամբողջ ժամանակահատվածում դուք վերից վար ոտնահարելով սահմանադրական կարգավորումները ոչ միայն առհամարել եք ժողովրդի վստահության այն քվեն, որ տրված է ընդդիմությանը, այլ նաև ամեն ինչ արել եք, որպեսզի երկրում ընդդիմությունը չօգտվի իր բոլոր կամ ոչ բոլոր անգամ նվազագույն հնարավորություններից և իրավունքներից։ Ես ուզում եմ հիշեցնել, ոչ միայն իմ գործընկերը արդեն նշեց այն առատավոր վարքագիծը, որ դուք ցուցաբերում եք, խորհրդի մասին եք խոսում, պարոն Սիմոնյան։ Ես մի երկու անգամ ներկա եմ եղել։ Դուք անգամ ընդդիմությանը բարեկամական խմբերում, վերապահված տեղերում առաջարկը ձեր քվեարկությամբ մերժում եք։ Այն նվազագույն իրավունքը, որ տրված ընդդիմությանը, ձեր մեծամասնությամբ մերժում եք։ Դուք մերժում եք ընդդիմության առաջարկները ազգային ժողովի նիստերում հարցեր քննարկելու։ Դուք առհասարակ ամեն ինչ եք մերժում։ Դուք մերժել եք նաև Հայաստանի Հանրապետությունը, դուք մերժել եք Արցախի Հանրապետությունը, դուք մերժել եք Հայաստանի քաղաքացուն։ Հիմա եկել եք այստեղից կանգնել եք, հոխորտում եք ընդդիմության վրա, ինչի՞ չեք գնում ծանոթանալ։ Մեծ մասը ընդդիմության ապօրինի քրեական գործերի հարուցման տակ է, ներառյալ ես։ Այո, եւ ըստ օրենքի ես իրավունք չունեմ փաստորեն ծանոթանալու այդ զեկույցի։ Եվ նորից եմ կրկնում, ապօրինի քրեական հետապնդման ենթակա մեր գործընկերների մասով։ Հիմա դուք հոխորտում եք ում վրա, հոխորտացեք իրավապահ մարմինների վրա, որ նման ապօրինություններ չանեն։ Հոխորտացեք ձեր գործընկերների վրա, որ արհեստական թեմաներ են գեներացնում։ Հոխորտացեք Նիկոլ Փաշինյանի վրա,
որ հարձակում է գործել Սահմանադրությամբ պաշտպանվող հայ առաքելական Սուրբ եկեղեցու վրա։ Հոխորտացեք այդ ուղղությամբ, ոչ թե ընդդիմության վրա։ Այո, վերջին նստաշրջանն է եւ ես հույս ունեմ, որ հաջորդ նստաշրջանը արդեն նոր գումարման ազգային ժողովում այս ամբիոնում նստած չի լինի ԿՊ-ն։ Առնվազն իշխանության մակարդակով նստած չի լինի, որպեսզի սահմանադրական կարգը վերականգնվես երկրում, մեր երկրում։ Դուք տապալել եք։ Իսկ ինչ վերաբերում է զեկույցը օրակարգում չընդգրկվելուն, շատ ճիշտ է, որ չի ընդգրկվել։ Եվ ես այստեղ հրապարակային ասում եմ, դուք շարժվել եք օրենքով։ Եվ ճիշտ է կարևոր չընդգրկել, որովհետև հանձնաժողով չկա։ Ինչպես որ տարի ու կես առաջ, 2 տարի առաջ ես պնդում էի, որ հանձնաժողովի ժամկետը ավարտվելու հիմքով հանձնաժողովը այլևս չի կարող որևէ ձևով հանձնաժողով որպես ներկայանա։ Տեսեք, զեկույցի մասով զեկույցը հանձնաժողովը ստեղծում է հանրությանը հետաքրքրող հարցերին պարզաբանում տալու համար։ Հանրությանը պարզաբանում տալու համար։ Հանրության մոտ կասկածները, որոնք որ կան, շարունակում են մնալ։ Եվ բոլոր են հանձնաժողովները, ներառյալ բոլոր նրանք, որոնք որ զեկույց էլ չեն ներկայացրել, որպեսզի չասեք, բա այն մյուս հանձնաժողովներն ուր են։ Հանրության մոտ այս կասկածները չեն փարատվել։ Վերջ, սա է արձանագրումը։ Իսկ ինչ վերաբերում է բոլոր են հարցադրումներին, թե ով է պատասխան տալու վաղը մյուս օրը, ես համոզված եմ, որ իշխանության փոփոխությունից հետո այն իշխանության ժամանակ, երբ տեղ են ունեցել ենթադրյալ հանցանքները, դրանք այն ժամանակ են բացահայտվելու, ոչ թե այն իշխանության օրոք, որի ժամանակ ենթադրյալ հանցագործությունները կատարվել են։ Ես ելույթ կունենամ։ Պարոն Խաչատրյանը ասում է Աշոտին հարցնեմ, ասում եմ Պարոն Խաչատրյան, պարոն Քոչարյանին հարցրեք հանձնաժողովի նիստերի ժամանակ, թե ձեզ շոու է պետք, եթեր է պետք, տեքստեր է պետք, որոնք որ իրականության հետ տենց հպման տրամաբանությամբ անցնում է եւ այլական, դոնթի բանաձևից եք խոսում պաշտոնին չընտրելու մասին։ Է դուք մոռացել եք, որ Իշխան Սաղաթելյանին մենք ենք ընտրել փոխնախագահ, որ ընդդիմությունը չէր ընտրում, մի ընդհատեք։ Դուք մոռացել եք, որ ընդդիմությունը, ժողովուրդ հիշում եք, ընդդիմությունը իր տեխնացուին 2 անգամ չէր ընտրում, մենք ենք քվեարկել, որ իրենց հասանելի բանը պաշտոնին Իշխան Սաղաթելյանը ընտրվի, մոռացել եք այդ ամեն ինչը։ Այո, ընդդիմությունը, չգիտեմ ձեզնիցով փակա քվեարկությունները քննարկեք, դուք 2 խմբակցությունով իրար ասում են, պաչիկով եք բարև տալիս դալիճի ներսում։ Քննարկեք, ասեք, բայց ով չքվեարկեց մեր սիրելի Իշխան Սաղաթելյանին 2 անգամ որ չընտրվավ։ Նենց որ մեր վրա մի մատնացույց արես, դուք ճուկ չեք ընտրել։ Իսկ ինչ վերաբերում է պարոն Մինասյան, այդ որ ասում եք մերժել, դուք եք մերժել Հայաստանի, մենք մերժել ենք մի բան, մերժել ենք ձեզ, Սերժա Քոչարյանական այդ բանը խումբը մերժել ենք, որի մեջ մտնում եք նաև դուք, որտեվ գործընկեր եք, կոալիցիոն գործընկեր եք եղել, իրար հետ աշխատել եք, պաշտոններ եք զբաղեցրել, այդ ենք մերժել, իսկ 004 շրջաբերականով մերժել եք Հայաստանի Հանրապետությունը դուք, վերջի վերջո գործի գալու եք հաջորդ գումարման ազգային ժողովում, եթե իհարկե հայտնվեք, ինչի մեջ ես շատ խիստ կասկածում եմ։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անունից ելույթ կունենա խմբակցության ղեկավար Հայկ Գոնջորյանը։ Պարոն Մինասյան, որ մեջբերում եք սահմանադրական կարգավորումները, ես ուզում եմ հիշեցնել, որ ձեր դիմումի համաձայն, ձեր դիմումի արդյունքում սահմանադրական դատարանը ձեզ ասել է, որ դուք պետքա գնաք եւ պետքա վերցնեք ազգային ժողովի այն պաշտոնները, խոսքը հանձնաժողովի նախագահների ազգային ժողովի փոխոսնակի մասին է, որը որ ձեզ վերապահված է։ Ասել է, որ դա դուք չեք որոշում։ Ժողովուրդը ձեզ ոչ միայն իրավունք է տվել, այլ նաև պարտավորեցրել է իր մանդատով, որ դուք գնաք ու խելոք աշխատեք։ Սահմանադրական դատարանի որոշումը դրա մասին է, որ դուք պիտի գաք ու խելոք աշխատեք ու ոչ թե գաք, ասեք, այ եթե ԿՊ-ն մեր ուզած տեխնացուին չի ընտրում, ուրեմն մենք չենք խաղում, մենք գնդակը կվերցնենք, կգնանք, սա մանկապարտեզ չի։
ընտրությունն է այնքանով, որ դուք առաջադրում եք տեխնացու եւ մարդիկ գնում քվեարկում են այդ տեխնացուի մասին։ Եվ պարոն Սիմոնյանը, որ ասես դուք կուսական զարմանքով այդտեղից ասում եք, ով չէր ընտրում Իշխան Սաղաթելյանին։ Ամենաչընտրված փոխնախագահն է պատմության մեջ։ Չէր ընտրում, նաեւ չէր մասնակցում, չեք հիշում քվորումի հետ կապված ընտրության ձեր խմբակցությունից մարդիկ կային, չէին գալիս մասնակցում։ Մենք էինք խնդրում, ասում ենք, այ Ժորժան, եկեք գործի։ Հիմա դուք եկել եք էլի սահմանադրական կարգավորումների մասին եք խոսում, բայց ժողովուրդ ջան, դուք ձեր աշխատանքը չեք արել։ Հիմա ասում եք դե գիտեք, բայց բանի հարց է, էլի շոուն չի ստացվում։ Կարող ձեր մոտ իմ տպավորությունն է, էլի իմ մոտ, որ ընդդիմության մոտ բան կա, անձի երկատում կա, էլի ընդդիմություն հրապարակային դաշտում եւ ընդդիմություն ոչ հրապարակային դաշտում։ Օրինակ ազգային ժողովի նիստերը, խորհրդի նիստերը հրապարակային չին։ Դրա համար էլ չեք գալի, պարոն Մինասյան, այդ նիստերին։ Այ երբ որ մի օր ուղիղ եթերով այդ նիստերը հրապարակվեն, սիրուն կգաք այդ նիստին, սիրուն ելույթներ կունենաք, հարցադրումներ կանեք, որովհետև մեջը քյար չկա։ Եթե հրապարակային չի, գործ պիտի գաք անեք, այն մեջը քյար չկա, որովհետև դուք պետքա գաք, պետքա մի երկու հերթապահ բառ ասեք, հետո գնաք տուն եւ արդարացնեք ձեր գոյությունը որպես ընդդիմություն։ Իսկ քանի որ ոչ հրապարակային դաշտում պիտի գաք աշխատեք առանց տեսախցիկների, դա չեք անում։ Այսքան բան։ Շնորհակալություն։ Քննարկումներն ավարտվեցին։